Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտասովոր Անաստասյան։ Այդ դու ես վանականը։ Նրան չպետք է ասեիր, որ մարդասպանը նրա թորներից մեկն է։ Խեղճ մարդը հանգիստը կկորցնի անգամ չի կարողանա քնել։ Ինչպես կարող է հանգիստ նստել սեղանի մոտ ու ճաշել իր ընտանիքի հետ, երբ գիտի, որ նրանցից մեկը մարդասպան է։ Ոչ, Ֆակունդո, լավ է, որ ասաց, դրանում ոչ մի վատ բան չկա, գոնե հիմա գիտեմ, թե ինչ կարող եմ սպասել։ Երբ ասացիր, որ վանականը տղամարդ է, մտածեցի Տեոբալդոն է, բայց թորներիցս մեկը։ Հայրիկ, դու պետք է հանգստանաս ընդունես դա, որովհետև վանականը նրանցից մեկն է։ Գուցե Օվիդիոն է։ Ոչ։ Գուցե Լեոնը։ Ոչ, Լեոնը չէր կարող հարազատ քրոջը սպանել։ Նիկոլասը։ Հայրիկ, հանգստացիր, լավ, նստիր խնդրում եմ։ Գիտեմ, որ դա շատ դժվար է, բայց փորձիր հանգստանալ։ Ոչ, Նիկոլասն է։ Ոչ, Նիկոլասը շատ երիտասարդ է, իսկ Սանտիագոն Աստծո մարդ է։ Տոնի, տեսնում ես, որ ավելի լավ կլիներ, որ ոչինչ չիմանայիր։ Հիմա պետք է հերթով նայես թորներիդ ու մտածես, որ նրանցից մեկը մեղավոր է։ Վանականը դա կտեսնի ու ամեն ինչ կհասկանա, կզգուշանա։ Նա կկատաղի ու նոր փորձանք կբերի մեր գլխին։ Պատկերացնում ես, մայրիկ։ Պատկերացնում ես այն օրը, երբ Սանտիագոն իմանա Տոնիի հետ ստորագրածս պայմանագրի մասին։ Ոչ, նա հաստատ որդուս կխլի ինձնից, այնպես չէ։ Ես չեմ կարող նրա մոտ վերադառնալ, որովհետև դա շատ վտանգավոր է։ Դա ռիսկի հետ է կապված։ Բայց ես քեզ այդ մասին զգուշացրել եմ, իսկ դու ինձ չէիր լսում։ Դու չես ուզում ականջ դնել իմ խորհուրդներին։ Այդպես մի ասա, մայրիկի հարկե լսում եմ քեզ։ Հակառակ դեպքում ինչու պիտի եկեղեցում ինձ այդպես պահեի։ Սանտիագոն համառ է, բայց նա ամենալավին է արժանի։ Իսկ փոխարենը գիտես ինչ է լինում։ Ոչ, նրա ընտանիքն ինչ փորձանք ասած չի բերում գլխին։ Իսկ ինչու նրան ճշմարտությունը չես ասում։ Ինչ կլինի, եթե ասես։ Նա միայն այդ մասին չգիտի, բայց իրավունք ունի իմանալ, որ դա քո պարտքն է։ Ոչ եւ ոչ։ Ես նրան ոչինչ չեմ ասի։ Այդ մեծ սխալը պետք է պարոն Տոնին ուղղի։ Դա նրա ցանկությամբ կատարվեց, չէ՞։ Նա էր ուզում, որ Սանտիագոն ոսկերչական խանութի տնօրենը դառնա, այնպես որ այդ նա պետք է ասի, թե ինչ խաղ է խաղացել նրա գլխին։ Իսկ հետո ինչ է լինելու։ Ես այլևս չեմ ստի։ Ես գիտեմ, որ իրավիճակը շատ խառն է, որ ամեն ինչ կատարյալ չէ, այո, բայց պատճառն այն է, որ ես եմ խաբել նրան։ Ես էլ եմ խաբել, հիմա ես նույնը կանեմ, ինչ որ սկզբում արեցի, հեռու կմնամ նրանից, ես չեմ վերադառնա նրա մոտ, նույնիսկ եթե նա արցունքն աչքերին աղերսի ինձ։ Բայց նա պետք է իմանա, որ սա իր երեխան է, որովհետև սա իսկապես նրա երեխան է։ Իսկ հետո ինչ է լինելու։ Նույնիսկ եթե կարոտից մեռնեմ, մայրիկ, մինչև այդ ընտանիքը չուղղի իր բոլոր սխալները, ես Սանտիագոյի մոտ չեմ վերադառնա։ Դա է իմ ճակատագիրն ու ես պետք է համակերպվեմ դրա հետ։ Ես պատրաստ եմ օգնել քեզ, ու գիտես ինչու, ես ատում եմ բոլոր Բորովսկիներին ու հատկապես ծեր Տոնին։ Այդ մարդը թույլ չի տալիս ազատ շունչ քաշել։ Ես քեզ կօգնեմ, բայց մի պայմանով։ Մյուս զոհը հենց ինքը Տոնի Բորովսկին է լինելու։ Ես գիտեմ, թե ինչպես կարող ենք դա անել։ Դու ամեն ինչ պիտի անես այնպես, ինչպես ես եմ ասում, հակառակ դեպքում ես կասեմ, թե ով ես դու։ Այս մասին ոչ ոքի չպիտի ասենք, որովհետև դրանից է կախված այս ընտանիքի անդամների կյանքը, պետք է վտանգել մյուսների կյանքը։ Ինչու թորներս։
Ես նրանց ամեն ինչով ապահովել եմ։ Ես եմ նրանց մեծացրել։ Նույնիսկ Յոլանդան չպետք է իմանա։ Վանականը թոռներիցս մեկն է։ Վանականը թոռներիցս մեկն է։ Հայրիկ, Տոնի, հայրիկ։ Քեզ հետ համագործակցել ինձ համար շատ կարևոր որոշում է։ Դա նշանակում է, որ ես չեմ կարող վերադառնալ, եթե ոչ, թե դու գիտես։ Ես գիտեմ, թե ով ես դու, Զարմիկ, ու պիտի ասեմ, որ չզարմացա, երբ իմացա։ Դու միշտ էլ տարօրինակ ես եղել, միշտ էլ քեզ խենթի պես ես պահել։ Զարմանում եմ, ինչպես ավելի շուտ գլխի չէի ընկել։ Դե ինչ կասես։ Հիմա գնանք պապիկին փնտրելու։ Կարող ես անմիջապես նրա վերջը տալ։ Այս ինչ ձայներ են։ Տոնին ինչ է եղել, Տոնի։ լավ է, ամեն ինչ լավ է։ Տոնի, քեզ ինչ է եղել, Տոնի սերիմ։ Երանի նա չլիներ։ Ինչու ես այդպես ասում։ Մակոին ինչ է եղել։ Ինչու ես այդպիսի տեսք ընդունել։ Գրեգորյան հեղի է Մակոյից։ Պարոն Տոնին նրա դեմ մեղադրանք է ներկայացրել։ Հիմա նրան կձերբակալեն։ Այստեղ ինչ է կատարվում։ Սանտի, տես ինչ լարված ես, բայց ես կօգնեմ քեզ, հարմարվիր։ Հիմա մի քիչ ուսերդ կմերսեմ ու դու քեզ ավելի լավ կզգաս, լարվածությունդ կանցնի։ Մի լարվիր, Սանտի։ Դե թուլացիր, այսպես ավելի լավ է, չէ՞։ Լուսիա, լսիր, ես Ինչ, ինձ թվում է լավ կլիներ։ ինչ։ Արագ, շարժվիր, ոստիկաններ են եկել, գնա թաքնվիր, ես կխոսեմ նրանց հետ։ Չլսեցիր ինչ ասացի, շարժվիր, թե ուզում ես, որ ոստիկանները բռնեն քեզ, արա ինչ ասում եմ, շարժվիր, դե, շարժվիր։ Զարմիկ, հիման ես ինչ է։ Զարմիկ, դու ինձ այսքան ժամանակ խաբել ես։ Քեզ լավն է եղավ, զգույշ եղիր և հոգ տար քո մասին, լավ կեր որպեսզի երեխան ուժեղ ծնվի և քեզ պես գեղեցիկ լինի, լավ ու նրան միշտ իմ մասին պատմիր, խոսիր նրա հետ իմ մասին խնդրում եմ։ Ինչու ես այդպես խոսում, Մակո, այնպես ես ասում, կարծես ինձ երբեք չես տեսնելու, գիտեմ, որ մենք այլևս միասին չենք լինելու, բայց չէ, որ դու իմ երեխայի հայրն ես։ Այո, ճիշտ ես, ես ուղղակի ուզում ցտեսություն ասել Գորիտը, որովհետև Ազարոն շատ վատ է մեքենա քշում։ Ես քեզ շատ եմ սիրում, Գրեգորիա։
Դուք ասացիք Տոնիին, թե ով է վանականն այդ պատճառով էլ նաված գած իրեն ճիշտ է։ Մայրիկ, հանգստացիր, մենք ուղղակի Անաստասիայի պատճառով մի փոքր վիճեցինք, ուրիշ ոչինչ։ Այո, ճիշտ է, այդպես էլ եղավ, մենք վիճեցինք, իսկ քանի որ որդից շատ տաքալի ունես, սկսեց իր կամքը թելադրել, իսկ Տոնին, գիտես, ուզում է միշտ ամեն ինչ իր ուզածով անել, ու այսպես եղավ, այդքանը։ Արի ննջարան գնանք սիրելիս։ Լեոնի հեռախոսը չի պատասխանում, նա ավելի ուշ կգա, գնանք։ Կամաց սերիմ, կամաց զգույշ։ Տոնի։ Գնանք սիրելիս։ Ուշ եղիր Աուրելիո։ Օգտար բոլորի մասին որդիս։ Տեսնում ես քերի, թե ինչու են վախենում ասել, թե ով է վանականը։ Որովհետև թե հայրս ճշմարտությունն իմանա, նա վշտից կմահանա, հասկանում ես։ Պետք է մորդ լսեիր, ու նույն բարի քաղցր աղջիկը մնայիր, պետք է առաջվա նման խելոք լինեիր, այդ դեպքում հիմա ողջ կլինեիր։ Դու շատ տգեղ բան արեցիր Կլեմենտինա, քո պատճառով ես շատ աշխատեցի, այսօր չէի նախատեսել որևէ մեկին սպանել, հատ կլինի գնաս ու այլևս չվերադառնաս։ Ասա, որ սա քեզ դուր չի գալիս, դե ասա։ Լուսի ասվածին, դու գեղեցիկ կին ես, իսկ ես միայնակ տղամարդ, սա ինձ համար գայթակղություն է այնպես, որ խնդրում եմ գնա։ Բայց ինչու ես այդքան նյարդայնանում Սանդլի։ Այստեղ ինչ վատ բան կա։ Գիտես քեզ ինչ է պետք։ Անել դա մեկ անգամ ես քեզ կօգնեմ։ Սպասիր, եթե դու իմ տատիկի դուստրը չես, ինչու ես ուզում ինձ գայթակղել։ Ես տատիկի դուստրն եմ, բայց հայրը քեզ հետ ոչ մի կապ չունի Սանտիագո։ Դու չես հասկանում Լուսիա, ես ուղղակի փորձում եմ մեղմ ձևով քեզ բացատրել, որ այն ինչ ուզում ես, անհնար է։ Սանտիագո երբ կինը սիրում է, նա ոչ մի պատճառների մասին չի ուզում մտածել։ Նա ուղղակի ուզում է լինել իր սիրած տղամարդու հետ։ Բավական է, վերջ, խնդրում եմ, բավական է։ Ասեցի քեզ, որ դա անհնար է, որովհետև ես Վիոլետային եմ սիրում, չեմ պատրաստվում նրան դավաճանել, պարզ է։ Լավ կլինի Որովսկիների առանձնատուն վերադառնաս։ Բարի գիշեր։ Այս ձեր Զամբիկը հիմա պիտի գնա, որովհետև նա ժամադրված է երիտասարդ էգձիու հետ։ Ու այդպիսի հնարավորություն նա հազիվ թե էլ ունենա։ Ինչ կասես։ Ես այդ մասին ոչինչ չեմ ուզում իմանալ, ոչինչ։ Ուրախ եմ, որ եկար սերին։ Ինչ լավ է, որ եկար։ Վերջ տուր, ես դեռ բարկացած եմ քեզ վրա։ Ինչպես կարող էիր այդպիսի ներկայացում սարքել Լեոնի հետ։ Այ ինչ լավ է։ Հիմա դու նրա պաշտպանն ես դարձել։ Լսիր, պաշտպանը տատիկդ է, հասկացար։ Դու բոլորից լավ գիտես, որ քրոջս հարցում միայն Լեոնն ինձ օգնեց ու պատմեց ամեն ինչ գիտեր նրա մասին, հասկացար։ Ու հիմա ուզում ես, որ նրա պատվի հուշարձան կանգնեցնեմ, այո։ Դու չես հասկանում, թե ինչ է կատարվում։ Հավատա ինձ Անաստասիա, լավ կլինի, որ ընդհանրապես չիմանաս էլ, որովհետև դու չես վստահում ինձ։ Ոչ, ես չեմ ուզում, որ դու քեզ Օվիդիոյի նման պահես Աուրելիո, ուզում եմ, որ վերահսկես զգացմունքներդ։ Մի խանդիր, փորձիր ռեալ նայել կյանքին, բացի այդ, Լեոնն այդքան էլ վատը չէ։ Այո, իհարկե։ Լեոնը շատ լավն է։ Նա ինձ մի կոստյում է նվիրել։ Այո, ես խանդում եմ, բայց միայն նրան եմ խանդում։ Ինձ լսիր։ Ես ուզում եմ, որ դու նրանից հեռու մնաս, պարզ է։ Այդպես։ Իսկ ինչու ես ուզում, որ այդպես լինի։ Ինչու ես պնդում, որ պիտի ես հեռու մնամ, հատկապես Լեոնից, Աուրելիո։ Տնից են զանգել։ Թող սպասեն։ Հիմա ես զբաղված եմ։
Հիմա պետք է այս մարմինը ետևի դռնով տանեմ այստեղից, բայց այնպես, որ ոչ ոք չտեսնի ինձ։ Sin que nadie se dé cuenta. Իսկ ինչ կասես այն մասին, որ այդ սրիկան սիրո խոստովանություն արան։ Ինչպես կարող ես քո սիրած տղամարդուն ասել, որ սիրում ես նրան։ Մյուս կողմից էլ թույլ տալ, որ ուրիշ տղամարդ քեզ սիրո խոստովանություն անի։ Ինքդ մտածիր։ Այո, Լեոնին սեր է խոստովանել, դա ճիշտ է։ Ես նրան ինչպես որ հարկն է պատասխանել եմ։ Ես նրան ամեն ինչ շատ պարզ բացատրեցի ու ասացի, որ մեր միջև ոչինչ չի կարող լինել, որովհետև դե ես նրան ասացի, որ իմ սիրտը միայն քեզ է պատկանում։ Լավ, ես անչափ շնորհակալ եմ քեզանից, բայց միևնույն է, ես նրան չեմ վստահում։ Իսկ ես վստահում եմ, եւ որպես ընկեր նրան շատ եմ սիրում, որովհետեւ Լեոնը շատ բարի տղա է, այլ ոչ թե քեզ նման խանդոտ օրանգուտան։ Նա երբեք քեզ նման խանդի տեսարաններ չի սարքում։ Լավ, վերջ։ Ես այլևս չեմ ուզում խոսել այդ մասին։ Բացի այդ, այս ժամին ինչու քնած չես։ Որովհետեւ Կատալինային եմ սպասում։ Նա զանգեց ինձ ու ասաց, որ գալիս է։ Արդեն խոսել է Ալեքսանդրայի հետ։ Ինչ հետաքրքիր է։ Կոյուղին դարձել է Բորովսկիների գերեզմանը։ Իսկ գուցե դա հենց նրանց տեղն է։
Տատա, վերջապես եկար, ես արդեն հնանգստանում էի։ Քույրիկս մենք պետք է խոսենք, բայց առանձին, որովհետև սա միայն մեզ քույրերիս է վերաբերվում։ Իսկ դու գնա այստեղից, հեռացիր։ Ես լավ եմ, իսկ դու։ Ես էլ եմ լավ։ Լավ, ես գնում եմ Անաստասիա։ Բայց ուզում եմ մինչև մեկնել ես իմանալը, որ դու ներել ես ինձ։ Կարող ես ինձ ներել։ Լավ, լավ, բայց այլևս նման բան չանես։ Դու ախր արդեն հասուն մարդ ես։ Նման բաները սազական չեն քեզ։ Լավ, առայժմ։ Դե ասա քույրիկ։ Նա ինչ է արել, ինչու է խնդրում, որ ներես իրեն։ Պատկերացնում ես, Կատալինա, Աուրելոն ու Լեոնը այստեղ կռվում էին, հենց այստեղ, կենտրոնում։ Հավատս չի գալիս քույրիկս։ Ինձ լսիր, նա ահա որ խանդոտ է։ Անգամ Օվիդիոն երբեք այդպիսի բան չի արել, պատկերացնում ես, նա ինձ ասաց, որ Լեոնի հետ ընդհանրապես չշփվեմ։ Նա նրան չի վստահում։ Զգույշ եղիր, լավ։ Հարցն այն չէ, որ նա խանդոտ է, ոչ, դա չէ խնդիրը։ Լեոնը քո հանդեպ շատ բարի է, այնպես որ ինչ որ բան անելուց առաջ լավ մտածիր։ Մի անհանգստացիր, ես գիտեմ, թե ինչ եմ անում։ Կատա, դե պատմիր, դու տեսար Ալեքսանդրային։ Ես արդեն հոգնել եմ այս ամենից, էլ չեմ ուզում այստեղ մնալ, ես արդեն կարող եմ ինքնուրույն ապրել։ Դու պետք է սպասես, Ալեքսանդրա, ինչ է։ Ուզում ես մեր բոլոր ծրագրերը փչացնես։ Դու դեռ չես առողջացել, Ալեքսանդրա։ Ամեն ինչ իր ժամանակն ունի, շուտով կգա նաև քո ժամանակը։ Դու դեռնից ներս կմտնես, Ալեքսանդրա, ոսկերչական խանութում տեղի ունենալիք իրադարձության ժամանակ։ Ես ամեն ինչ պլանավորել եմ։ Ես դրան վաղուց եմ սպասում։ Այն օրվանից, երբ այդ պայթյունը տեղի ունեցավ Օվիդիո, սպասում էի, որ ինչ-որ մեկը փրկի ինձ, սպասում էի, որ ինձ դուրս բերեն այն ահավոր տեղից, որտեղ տարել էին ինձ։ Հիմա էլ սպասում եմ, որ վիրահատության վերքերը սպիանան։ Ինչպես չես հասկանում, որ ես հոգնել եմ սպասելուց։ Հենց այդ ամենի պատճառով էլ, Ալեքսանդրա, մենք չենք կարող շտապել։ Մենք պետք է աշխատենք ամեն ինչ արագ անել, Ալեքսանդրա։ Քո վերադարձը մեկ ուրիշ պայթյուն կառաջացնի։ Նրանք ամեն ինչի համար կվճարեն, Ալեքսանդրա։ Անաստասիան կվճարի քո ամեն մի արցունքի համար, կտեսնես։ Սա ինձ դուր չի գալիս, Օվիդիո։ Լավ կլինի ես Ալեքսանդրային իր սենյակ տանեմ։ Նա պետք է հանգստանա, նրան հիմա հանգիստ է հարկավոր։ Լավ։ Եթե Անաստասիային ստիպելու ենք տառապելու վճարել ամեն ինչի համար, ես համաձայն եմ։ Ոչ մի հանցանշան չկա։ Հետքերը մաքրված են։ Ես ամեն ինչ ստուգեցի։ Ամեն ինչ կարգին է։ Ինչպես Վալենտինոն էր ասում, ամեն ինչ իր տեղում է։ Այդպես Աուրելիոն չի կարողանա բռնել ինձ։ Վախենում եմ իմանալ Յոլանդա, թե ով է այդ անիծյալ վանականը։ Տեսնում ես, Տոնի, տեսնում ես։ Ախր ես գիտեի։ Չգիտեմ, չէ, որ ամեն հիմար բանի համար դու քեզ վատ ես զգում։ Միայն այդպիսի սարսափելի նորությունը կարող էր ստիպել քեզ դողալ։ Ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե ով է նա։ Չեմ ուզում ոչինչ իմանալ, մինչև վանականը բանտում փակի տակ չլինի, որտեղից որ այլևս չկարողանա դուրս գալ։ Ես էլ կարող պատկերացնել, թե որքան ցավ է դա ինձ պատճառում, Յոլանդա։ Իմանալ, որ նա իմ ընտանիքի անդամն է, իմ արյունակիցը, որ նա կարող է սառնասրտորեն սպանել իր ընտանիքի անդամներին, հարազատներին, ինձ։ Աուրելիոն քեզ ասաց, թե ով է նա։ Ոչինչ չասաց։ Դա
Ավելի ահավոր է։ Ինչպես եմ թորներից նայելու, ես ախր չեմ կարող հարցնել նրանց ինչու։ Քույրիկս Երանի ինչ-որ բան կարողանայի անել ցավդ մեղմելու համար սիրելիս։ Բայց դու ոչինչ չես կարող անել, Կատա, ոչ ոք չի կարող։ Սրանից վատ բան ինձ հետ երբեք չէր կարող լինել։ Կյանքումս կատարված ամենաահավոր բանն է։ Կատա, միթե Ալեքսանդրան իսկապես ինձ այդպես ատում է։ Ես էլ չեմ կարողանում հավատալ, բայց այդպես է։ Ու գիտես ինչ, ինձ թվում է, եթե ինձ հետ նման բան պատահեր, ես ինձ այսպես չէի պահի, դե որովհետև ես գիտեմ, որ երբեք չեմ կարող ատել իմ քույրերին, բայց Ալեքսանդրան այդքան ուժեղ չէ, որքան որ ես։ Կատա, մենք մի բան պիտի անենք, որ Ալեքսանդրան առաջվանը դառնա։ Ճիշտ է, քույրիկս, ճիշտ է։ Նախր այն կինը չէ, որ ցանկանար վրեժ լուծել։ Ոչ, ես նրան պետք է նորից տեսնեմ, ես պետք է նորից խոսեմ նրա հետ ու պետք է խնդրեմ, որ ների ինձ, ես անպայման պետք է այնպես անեմ, որ նա ների ինձ, ես նրանից ծնկաչոք ներողություն կխնդրեմ, Աստված իմ, ինչ անեմ, ինչ կարող եմ անել դրա համար։ Իսկ եթե նա ասի, որ ուզում է նորից Աուրելիոյի հետ լինել, ուզում է նրա մոտ վերադառնալ, միթե կհրաժարվես նրանից ու թույլ կտաս, որ նա ու Ալեքսանդրան միասին լինեն։ Իհարկե, առաջին անգամը չէ, որ քրոջես համար զոհաբերություն եմ անում, եթե նա այդ պայմանով ների ինձ, ուրեմն ես կհրաժարվեմ Աուրելիոյից։ Ուզում էի ասել, որ վաղն առավոտյան ես Ալեքսանդրային առողջարան եմ տանելու, այդպես նրան խելագարության կհասցնես, նման բան չի կարելի անել, դու չես կարող օգտվել նրա ներկայիս վիճակից։ Դու իրավունք չունես այդպիսի բան անել, դու իմ աշխատողն ես ու կանես այն ինչ ես եմ քեզ ասում։ Սխալվում ես, դու իրավունք չունես այդ կնոջ մտքերը թունավորել, հատկապես այս պահին, երբ նա այդքան խոցելի է, դու չես կարող նրա միտքն ատելությամբ լցնել։ Ես քեզ դա թույլ չեմ տա։ Ես ասում եմ Ալեքսանդրային այն ինչ նա ուզում է լսել, ես հասկանում եմ նրան, ասում եմ այն ինչ նա պետք է լսի ու դու ոչինչ չես կարող անել։ Բայց այդպես չի կարելի, դու ղեկավարում ես նրա մտքերը, այդպես չի կարելի, Օվիդիո։ Ես իր ոչ ոք իրավունք չունի ինձ ասել ինչ ան, ես գիտեմ ինչ եմ անում։ Դա ճիշտ չէ, դու ուզում ես վրեժ լուծել Անաստասիայից, այդ իսկ պատճառով էլ նրա քրոջն ես օգտագործում, դու ուզում ես քրոջ օգնությամբ նպատակիդ հասնել։ Վերջ դու միևնույն է, դու ոչինչ չես հասկանում, դու գիտես ինչ բժիշկ, եթե չես անելու այն ինչ ես եմ ասում, ես ստիպված կլինեմ հրաժարվել քո ծառայություններից, պարզ է։ Ես կարող եմ օգնել նրան, բայց չեմ կարծում, որ դա կմեղմի նրա բարկությունը ու նա կհանգստանա։ Ուրեմն, ինչ անեմ, էլ ինչ կարող եմ անել, Կատա։ Դե չգիտեմ, սիրելիս, չգիտեմ։ Ինձ համար շատ դժվար է հավատալ, որ Ալեքսանդրայի սրտում այդքան ատելություն ու չարություն կա։ Չգիտեմ, քույրիկս, բայց ինձ թվում է, որ ինչ-որ մեկը տրամադրում է նրան քո դեմ, հասկանում ես։ Բայց ինչպես։ Չգիտեմ։ Բայց ինձ թվում է, որ Ալեքսանդրան երբեք քո հանդեպ այդ աստիճան ատելությամբ չէր լցվի։ Դե իհարկե ոչ։ Դա Օվիդիոյի ձեռքի գործն է, հավատա, նա է։ Հիմա հասկանում եմ, թե Օվիդիոն ինչ է ուզում անել։ Նա ուզում է ցավ պատճառել ինձ ու այդպիսով վրեժ լուծել։ Սա նրա ծրագրի մի մասն է։ Ես ոչինչ չեմ խառնում ու ոչ մի խնդիր չեմ ուզում ստեղծել։ Ուզում եմ ամեն ինչ հստակ լինի։ Ալեքսանդրայի հանդեպ իմ զգացմունքը անկեղծ է։ Օվիդիո, ուրեմն դու ընդունում ես, որ սիրում ես Ալեքսանդրային։ Այո, ես սիրում եմ նրան, հետո ինչ։
Ահա այն ապացույցները, որը որ փնտրում ես, Աուրելիո։ Սրանք են հանցանշանները, որոնցով կարող ես ինձ մեղադրել։ Երբեք։ Դու երբեք չես կարողանա մեղադրել ինձ, լսում ես ինձ, Աուրելիո։ Հասկանում ես։ Ես ամեն ինչ այրում եմ, ամեն ինչ։ Ու դու երբեք ինձ չես բռնի։ Որովհետև ամեն անգամ ես փոխում եմ գործելավոճը։ Ամեն ինչ նոր է։ Իսկ գործս անելուց հետո ես այրում եմ դրանք։ Այնպես որ։ Դու երբեք մազ անգամ չես գտնի, ոչինչ։ Բացարձակապես ոչինչ։ Անգամ նշույլ չես գտնի։ Ոչինչ։ Լսում ես, Աուրելիո։ Իմ ամեն մի հանցագործություն իրահատության պես մաքուր ու հստակ է անցնում, առանց հետքերի։ Դու ոչինչ չես կարողանա ապացուցել։ Միգուցե իմանաս անունս, Աուրելիո, պարզ։ Բայց երբեք, լսում ես։ Երբեք չես կարողանա մեղադրել ինձ։ Երբեք։ Pero nunca, nunca, escúcheme bien, podrás acusarme. Օվիդիո, կարող ես բացատրել, թե ով եմ ես քո կյանքում։ Միթե ինձ միայն օգտագործել ես Ալեքսանդրայի հարցում քո նպատակին հասնելու համար։ Խնդրում եմ նորից մի սկսիր տանել, չեմ կարողանում կանացի հիստերիկ պորտկումները։ Իսկ երբ հանդիպում էինք, երբ միասին գիշերներ էինք անցկացնում, միթե քեզ միայն այդ կենթանական զգացմունքն էր ինձ հետ կապում։ Տխուր է, բայց փաստ։ Շատ եմ ցավում, բայց ամեն ինչ այդպես էր, ու եթե քեզ դրանից լավ կզգաս, ասեմ, որ ինձ հաճելի էր։ Սխալվում ես, եթե կարծում ես, որ ես ոչինչ չեմ անի ու սա այսպես կթողնեմ։ Վաղն առավոտ ես կգնամ Ալեքսանդրայի ետևից, հակառակ դեպքում ով իմանա, ինչի համար կարող ես օգտագործել։ Ձայնդ կտրիր, ասեմ, որ դու էլ քեզ առանձնապես բժիշկին վայել ձևով չես պահում։ Իսկ դու քեզ ինչպես ես պահել։ Լավ կլինի ոչինչ չասես, որովհետև ես կարող եմ այնպես անել, որ կարիերատ ավարտվի։ Դու քո կյանքում ամեն ինչ կկորցնես։ Բամբասանքների համար մի քիչ ուշ ժամ, չէ՞։ Այո, ուշ է, բայց գեղեցիկ հագնված փողոց դուրս գալու համար ճիշտ ժամանակն է։ Շատ գեղեցիկ տեսք ունես, զգեստդ շատ է ասում քեզ։ Ես միշտ էլ գեղեցիկ եմ հագնվում, ու որ ժամին ուզենամ, կարող եմ դուրս գալ, որովհետև ամուսին չունեմ ու պարտավոր չեմ ինչ-որ մեկին հաշվետվություն տալ։ Հանգստացիր, սիրելիս։ Նրա վրա ուշադրություն մի դարձրու, որովհետև նա իսկապես խելագար է։ Գիտես նրա խնդիրն ինչում է կայանում։ Ինչ ամուսինը նրան թողել է ամբողջ օրը, թափառական շան նման ման է գալիս։ Լսիր, իսկ գուցե նա է վանականը։ Հիշիր քույրիկս, որ եթե վաղը այս ընտանիքում ողջ մարդ չմնա, ուրեմն դա նրա ձեռքի գործն է։ Անաստասիա, Անաստասիա, Անաստասիա։ Ինչպես անեմ, որ Լեոնից հեռու մնաս, առանց քեզ ասելու, որ նա է վանականը։ Եթե քեզ չասեմ, մտածել ես խանդում եմ։ Իսկ եթե ճշմարտությունն ասեմ, ողջ ծրագիրս կփչանա։ Տես թե հորս հետ ինչ եղավ։ Այնինչ ես դրան դեռ ամբողջ ճշմարտությունը չպատմեցի։ Բայց ինչ կարող եմ անել։ Ախր ես ոչ մի ապացույց չունեմ, ոչ մի հանցանշան չունեմ։ Բայց առայժմ պետք է ոչ ոքի ոչինչ չասա։ Իհարկե, ամենալավն այն կլիներ, որ ինքդ խոստովաներ, բայց չեմ կարծում, որ դա հնարավոր բան է։ Չգիտեմ, Լեոնը շատ սառնարյուն է։ Նա շատ լավ է ամեն ինչ հաշվարկում։
Si cometieras Ախեթը un դու միայն մի սխալ թույլ տայր։ Si perdieras el control una Միայն մի sola անգամ vez. ազգույշ Con գտնվեր։ eso me basta. Դա բավական կլիներ։ Una sola Որ vez. քեզ իմ ծուղակը գցեի։ Տեր Աստված, դու ուշացել ես։ Ես ատում եմ, երբ մարդը վատ է հագնված լինում, երբ ամբողջովին սև է հագնում եւ երբ ուշանում է։ Իսկ դու այդ երեք հատկանիշներն էլ ունես։ Դա ինձ վախեցնում է։ Ես ախր քեզ հետ ինչ գործ ունեմ։ Ես սիրում եմ, երբ կինը կիրթ է, երբ բարեկիրթ ձևով է դիմավորում ինձ, հատկապես սիրում եմ, երբ ծաղիկներով է դիմավորում։ Ծաղիկներով։ Այստեղից գարեջրի հոտ է գալիս։ Սպասիր, սպասիր։ Վայ, այդ հոտը քո վրայից է գալիս։ Պետք է հագուստդ փոխես։ Դու պետք է 4 անգամ քեզ հետ սիրով զբաղվեմ։ բռի։ Ոչ ոք ինձ հետ 4 անգամ սիրով չի զբաղվում առաջին ժամադրության ընթացքում։ Լավ, եթե ուզում ես, հետո սիրով կզբաղվենք, ինչպես ուզես, մի բարկացիր։ Ես երևի շատ ծեր ու կնճիռներով պատված կլինեմ, երբ թույլ կտամ, որ դու քո մեծ ու կոպիտ ձեռքերով իմ գեղեցիկ ու նիվ մարմնին դիպչես։ Մի րոպե։ Ալո։ Ինչպես թե չեմ հասկանում, չես կարողանում մի քիչ զգույշ լինել։ Աստված իմ, չգիտեմ ինչպես ասեմ, որ ճիշտ հասկանաս ինձ ու չվիրավորվես ինձանից, բայց ես պետք է գնամ։ Հանգստացիր։ Ներիր։ Ալո, այո, լավ, հանգստացիր, փորձիր վերահսկել քեզ, ես շտապ պետք է գնամ։ Ընկերուհիս Պիլին լուրջ խնդիրներ ունի, նրա եղունգն է կոտրվել, ես գնում եմ նրա մոտ, բայց շուտ կգամ։ Այո, իհարկե։ Ինչու ոչ։ Այդ ուր ես գնում։ Գնում եմ մի բան պատրաստեմ։ Ինձ վատ եմ զգում, քոնս չի տանում։ Տեսնեմ ինչ կարող եմ խմել, որ մի փոքր հանգստանամ։ Իսկ այդ երբանից ես ջուր տաքացնելու համար հագնվում։ Լսիր, Տոնի, ես լավ չեմ զգում։ Մարմնովս մի տեսակ դող է անցնում, ուզում եմ դուրս գալ ու մի քիչ մաքուր օդ շնչել։ Իսկ դու մի անհանգստացիր, փորձիր քնել։ Լսեք, չգիտեմ ինչու, բայց հանկարծ մի տարօրինակ բան զգացի, չգիտեմ, կարծես մի բան ճնշում է ինձ, ինչ-որ բան է պատահել։ Լսիր, վերջ տուր։ Երևի այդպես է, մենք բոլորս այս տանը վախի ու սարսափի մեջ ենք ապրում։ Դու պետք է գնաս քնելու, Էմիլիա, եւ ընդհանրապես դուք այս ժամին այստեղ ինչ եք անում։ Դե մենք Նիկոլասին ենք սպասում, նա զանգեց ու ասաց, որ մեզ հետ խոսելու բան ունի։ Լավ, դե լավ, խոսեք, բայց հանկարծ չկռվեք, լավ։ Հիշեք, որ դուք իրար շատ եք սիրում։ Այո, հանդիստ եղել հորաքույր, խնդիր չկա։ Հարցը ուղղակի այն է, որ վերջերս Նիկոն իրեն շատ տարօրինակ է պահում, մենք որոշեցինք խոսել նրա հետ։ Նա էլ ասաց, որ իրեն սպասենք։ Այո, ընդհանրապես դա։ Լավ, խոսեք ու փորձեք միմյանց հասկանալ, լավ։ Հուսով եմ կկարողանաք լուծել այդ խնդիրը, բացի այդ դուք լավ գիտեք, որ Նիկոլասը լավ տղա է։ Այո։ Լավ, հիմա ես պետք է գնամ, կարևոր գործ ունեմ։ Առայժմ։ Ստաստիկին պիան այս ժամին ուր է գնում։ Այո, ու տարօրինակ է, որ նա չարսես, թե Նիկոլասն ուր է կամ ինչու այս ժամին տանը չէ։ Լսեք, հիմա ես էլ եմ մի տարօրինակ բան զգում։ Դուրս ես գալիս Ագրիպինա։ Ակվիլես, լսիր, ինչու ես ինձ այդպես վախեցնում։ Ինչպես վախեցրիր ինձ գրողը տանի։ Գիշերվա այս ուշ ժամին ուր ես գնում։ Այս ժամին դե գնում եմ իմ ծանոթներից մեկին հանդիպելու։ Ծանոթներիցս մեկին կնքահորը։ Հասկանում ես։ Դե այն, որ պատմել եմ քեզ, այն, որ հայտնի մարդ է։ Հիշում ես, քեզ մի անգամ ծանոթացրել եմ նրա հետ։ Դու նրան չես կարող օրվա մեջ հանդիպել։ Ինչու պիտի անպայման գիշերով գնաս։ Լսիր, Ակվիլես, իմ ընկերը զբաղված մարդ է, հասկանում ես, նա է որոշում ժամանակը ու ասում, թե երբ կարող ենք նրան հանդիպել։ Կարող է գիշերը լինի, կարող է ցերեկը, հասկանում ես։ Ոչինչ չեմ հասկանում։ Այդ մարդու հետ ինչ գործ ունես։ Նրանից ինչ ես ուզում։
Ակվիլես, քեզ ինչ է եղել։ Կարծես գաղտնի հետաքննության ծառայությունից լինես։ Հանգստացիր, ես ուղղակի ուզում եմ խնդրել նրան, որ օգնի ինձ։ Հակառակ դեպքում Ռոմելյան ու Տեոբալդոն ամեն ինչ մեզնից կխլեն, ու մենք ձեռնունայն կմնանք, հասկանում ես։ Ոչ, այո, ոչ, չգիտեմ։ Ես չեմ ուզում այդ մարդու օգնությանը դիմես, որովհետև նրա գործելու ձևը ինձ դուր չի գալիս։ Ակվիլես, դու հիվանդ ես։ Այստեղ մնա, ես ընդամենը նրանից խորհուրդ եմ ուզում հարցնել։ Նա պետք է օգնի մեզ այս իրավիճակում։ Հանգստացիր, մի հուզվիր։ Ես շուտով կգամ։ Շատ չեմ ուշանա։ Լավ, շատ լավ, բայց զգույշ եղիր, լավ։ Այո, առայժմ սերիմ։ Շատ զգույշ եղիր։ Այո, հանգստացիր։ Հիմա նրան ինչպես եմ ասել, որ սպանել եմ Կլեմենտինային։ Հալավ դու հզորես, մաքուր սրտով ես լսիր չեն պատրաստվում մատնել քեզ Կարող եմ փոխարենը կոտրել սիրտը թեզ Ահա եկել է պահը վերցնելու վայելել քեզ Լավ կլինի որ ինձ հետևես Ուր է փախչեմ ում աշխարհն էլ